Ողջույն բոլորին, եթերում բարև ես եմ հաղորդումն է։ Ինչպես գիտենք, հայկական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական եւ պատմաքաղաքական գործոններով։ Հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններից մեկն է նրա բարձր համեմվածությունն ու կծվությունն է։ Հայկական խոհանոցում ամենաշատը գնահատվում է ձուկը, թարմ կամ չորացրած մրգերը, ուտելի բույսերը եւ այլն։ Դե ինչ, դիտենք համեղ ժամ էջը։ Ողջույն, սիրելի հեռուստադիտող, ձեզ հետ համեղ ժամ էջն է, ձեզ հետ եմ ես Նունեն եւ իմ հրաշք աղջիկը Մերին։ Ես ու Մերին ձեզ համար այսօր կպատրաստենք իմ բալիկների սիրելի կերակուրը սուշի։ Մերին ինձ հաճախակի օգնում է այդ կերակուրը պատրաստելու գործում եւ այժմ հերթականությամբ մենք ձեզ կներկայացնենք դրանք ստանալու գործընթացը։ Առաջին հերթին պետք է հագնել ձեռնոցները։ Ճիշտն ասած, սուշի սարքելու համար նախապատրաստական աշխատանքները ավելի երկար են տևում, քան ինքը ռոլի այդ պատրաստման գործընթացը։ Իմ աղջիկը միշտ ես իրան հենց այն սկզբից տալիս եմ, որ մածուցիկ նյութը պատրաստի, որպեսզի բրինձը կպչուն լինի։ Դրա համար իմ աղջիկը վերցնում է ուրեմն բաժակը։ Բաժակի մեջ լցնում ենք 3 գդալ ինչ? Շաքարավազ։ Դելից, բալիկս։ Կես գդալ աղ ենք լցնում այնուհետև։ Ճիշտն ասած, մենք այնքան հաճախ ենք պատրաստում տանը, որ ամեն ինչ ես անում եմ ինքս աչքաչափով։ Հա, ես լցնում եմ, դու խառնում ես, հա։ Մածուցիկ նյութը խառնելու համար բավականին երկար, մոտավորապես 10-ից 15 րոպե ժամանակ է։ Ժամանակը խնայելու համար ես նախապես խաշել եմ բրինձը։ Բրինձը խաշելու մեջ ոչ մի դժվարություն չկա։ Ուղղակի կարևոր նախապայմանն այն է, որ բրինձը եւ ջուրը լինեն 2-ը 3-ի, 2 մաս բրինձ, 2 բաժակ, ասենք բրինձ, 3 բաժակ ջուր։ Եռացնում ենք մարմանդ կրակի վրա, իսկ այնուհետև արդեն որ սկսում են առաջի եռալունի պես, մենք ծածկում ենք տարան ուրեմն սրբիչով, որպեսզի ավելորդ գոլորշիները խոնավությունը քաշի եւ մնա միայն բրինձը, ստանա այսպիսի տեսք։ Այնուհետև արդեն պատրաստ է մեր մածուցիկ նյութը, պետքա լինի համասեռ հեղուկ, այսինքն չպետքա ավելորդ ոչ մեջը շաքարի կտորները, ոչ աղի կտորները երևան։ Ու խառնում ենք բրինձին։ Այնուհետև կամ գդալով, եթե ձեռնոցներով ենք, ձեռնոցներով կարող ենք խառնել։ Նպատակահարմար է իհարկե խառնել ձեռքերով, որպեսզի ամբողջ նյութը տարածվի։ Ճիշտն ասած, ես տանը շատ հաճախակի եմ սուշի պատրաստում բալիկներիս համար, որովհետև բոլոր երեքն շատ են սիրում։ Այդ իսկ պատճառով հիմնականում ձգտում եմ բյուջետային ապրանքներով այն պատրաստել, նամանավանդ այժմ այդ բլոկադայի պայմաններում ռեսուրսները սահմանափակ են, դրա համար ունենք կրաբի թևեր, ուրեմն սերուցքային պանիրը ես ինքս եմ պատրաստել ու ունենք հավի կրծքամիս։ Ուրեմն սերուցքային պանիրը հեշտ է պատրաստել, ընկերներ, կարող եք դուք էլ փորձել, ընդամենը պետք է թթվասեր, կես գդալ լիմոնի հյութ եւ կես գդալ աղ, խառնում ենք, դնում ենք ծանրոցի տակ քամվի ու հետո պատրաստա մեր սերուցքային պանիրը, որը հենց կօգտագործենք սուշիի պատրաստման ժամանակ։ Հիմա մենք այս բրինձը մի կողմ ենք դնում։ Նախապես պոլիէթիլենային թաղանթով փաթաթել եմ ուրեմն սուշի պատրաստելու այս հարմար անքը ծալովի ու մեզ պետքա վերցնում ենք մի նորի շերտը, ձեռքերը պետքա պարբերաբար թրջել, դրա համար ես ունեմ թաս, որը գոլ ջրով է լցված, ձեռքերը թրջում ենք, Մերի ջան մայոնեզը կբացես, վերցնում ենք մի բաժին, ուրեմն սուշիի համար նախատեսած, ուրեմն բրինձի չափաքանակը տեղադրում ենք, այնպես որ եզրերից դուրս չեն գալիս, այնուհետև տեղադրում ենք 2 հատ կրաբի թևիկներ, կարող ենք այս պահին օգտագործել սերուցքային պանիրը, որը մի քիչ պինդայմոտ ստացվել, իրան տարածում ենք ձեռքերով, քանի որ ձեռնոցներով ենք աշխատում, կարող ենք ամբողջ երկայնքով տարածել։ Ճիշտն ասած, վարունգով ավելի հաճելի է լինում համը, բայց այս պահին, քանի որ չունենք, մայոնեզը, սերուցքային պանիրը, կրաբի թևիկները բավական են։ Հիմա պտտելուց առաջի անգամ, որ պտտում ենք, ֆիքսում ենք դիրքը, այնուհետև շարունակում պտտելը, պարբերաբար սեղանձեռոցիկ է պետք։
Իսկ վերջի մասը նուրին էլի մի քիչ թրջում ենք, որ կպնի։ Բերում ենք հակառակ ուղղությամբ պտտում։ Եվ ահա, մեկ ռոլը պատրաստ է։ Հիմնականում իմ մոտ ստացվում է 10-ից 12 ռոլ, մեկ բաժնով, երկու բաժակ բրինձը օգտագործելով։ Տեղափոխում ենք, դնում ենք այլ տարայի մեջ ու այսպես հաջորդը կփորձենք կրծքամսով սարքել։ Կարաս չէ ինձ օգնես, բալիկս, դե մայոնեզը պատրաստի։ Մերիս, դու ամենաշատը ինչով ես սիրում սուշին։ Կրաբով։ Դե ճիշտն ասած առաջինը կրաբով ենք արել։ Հիմա անենք կրծքամսով փորձ։ Այո։ Մյուս երկու բալիկները տղաներ են։ Արամը 3 տարեկան դեռ չկա, բայց էլի շատ է սիրում սուշին, իսկ մավրը ուրեմն ամռանը ճամբարում էր 10 տարեկան հասակում, երբ որ 2 շաբաթ հանգստից հետո պետքա վերադառնար, ասեցի բալիկս մաման քո համար ինչ սարքի որ գալիս ես։ Ինքը առաջինս մամ սուշի սարքի գամ ուտեմ մի լավ։ Ու այդ ամբողջ երկու բաժինը գրեթե ինքը մենակով կերել է։ Ահա, նույն ձևի սերուցքային պանիրն ենք դնում, ու այստեղ կարող ենք մի փոքր էլ կրաբ ավելացնել, որպեսզի համը փոխի։ Հիմա պտտում ենք նույն ձևի, ֆիքսում ենք, քաշում ենք, թրջում ենք մյուս մասը նորի ու պտտելով տեղով ստանում ենք մեր ռոլի տեսքը։ Ճիշտն ասած, նուրին հիմնականում կես-կես եմ օգտագործում, կարելի է մեջից կիսել եւ կես-կես օգտագործել, այդպես ավելի շատ քանակությամբ ռոլ կարող ես պատրաստել։ Մերի, հիմա դու ես փորձում անես։ Բրինձը տարած է, մնացածը դու շարի, հա, բալես։ Այո, մայրի։ Մայոնեզը քսի։ Սիրելի մայրիկներ, ճիշտն ասած, այս process-ը ոչ միայն ուտելու, հագենալու համար է, այլ նաև ձեր բալիկներին բացահայտելու, հետները անկեղծ զրուցելու համար, հատկապես աղջիկ երեխաներին է վերաբերվում։ Ճիշտն ասած, փոքրուց սովորելը, թե դասավորելը, թե երեխային, ասենք, համային ինչ-որ նոր սովորություններ ունենալը, զգացողություններ ունենալը շատ կարևոր է։ Դրա համար ձգտեք շատ նույնիսկ եթե աշխատում եք, ասենք կարելի է շաբաթ կիրակի օրերից որևէ մեկը տրամադրել ընդհանուր մի համատեղ ինչ-որ բան պատրաստել, նաև որպեսզի ձեռքերը չկեղտոտվեն։ Մերին ճիշտն ասած ինձ աղագին բանում օգնում է, խվածքներում միշտ ինքն է ստանում կրեմի վերջնական տեսքը, խմորի վերջնական տեսքը, ես իրան վստահում եմ միքսերը նույնիսկ, կարողանում այդ կենցաղային տեխնիկայի հետ վարվել։ Այս ամենով հանդերձ նաև երեխայի անձն է կարևորվում, քանի որ երեխան ինքը միշտ հպարտությամբ ասում է ես եմ օգնել մայրիկիս, իմ սարքածն է, տատիկ դեմի փորձի իմ սարքածից, պապիկ փորձի իմ սարքածից, ու ինքը շատ արժևորում է իր անձը ու հետագայում ինձ թվում է անձի կայացման գործում շատ մեծ նշանակություն ունի։ Ինչպես տեսնում եք, ստացանք մեր երրորդ ռոլը, որը կիսով չափ մերի ձեռքբերումն էր։ Իսկ այժմ փորձենք կտրտենք եւ համտեսենք մեր պատրաստած ռոլերը։ Մերին խնդրեմ ինքը լցնի ուրեմն սոյայի սոուսը, քանի որ ռոլերը ուտելու ենք սոյայի սոուսով։ Այս կտրտելու պահը ամենահետաքրքիրն է լինում, որովհետեւ արդեն տղաներս էլ չեն դիմանում, գալիս են կանգնում են շուրջ բոլորը սեղանի ու սպասում են անհամբեր, երբ մաման կկտրի ու նրանք կհամտեսեն։ Ուտում են բացարձակապես փայտիկներով, սիրուն շարում ենք, տարայի մեջ կարելի է լցնել սոյայի սոուսը, մերի քո պատրաստածն էլ կտրենք, այսպես սիրուն կտրտվում է, եթե նուրին ամբողջական է լինում, հեշտ է կտրտվում ընկերներ, իսկ եթե կիսատ է լինում կամ նուրի չի լինում, մի քիչ դժվար է կտրտվում։ Դրա համար երեխաներին ուտելուց էլ, քանի որ փայտիկներով են ուտում, նպատակահարմար է նուրիով լինի, որպեսզի բրինձը չթափի։ Սիրուն դասավորեցինք, դնենք սոյայի սոուսը մեջ։ Արդեն պատրաստ է մեր ուտելիքը համտեսելուն։ Մեր ինչով ես ուտելու։ Պալաչկիկ։ Դե փորձի բալիկս։ Ես է փորձեմ։ Մերի, ոնց էր։ Ինչպես միշտ շատ համով։ Հա, բալես։ Դե ինչ ընկերներ, կարծում եմ պարզ էր պատրաստման մեխանիզմը, կարող եք ձեր փոքրիկների համար պատրաստել, ուրախացնել իրենց, թող իրենք էլ իրենց զգան ճապոնական ռեստորանում։ Կհանդիպենք։ Տաղանդը բնածի մեծ շնորհք է։
Ձիրք, ընդունակություն, որը պայմանավորված է մի կողմից ժառանգական օժտվածությամբ, իսկ մյուս կողմից անձի ձևավորման, սոցիալականացման պայմաններով եւ ընթացքով։ Այն ընդունակությունների զարգացման բարձր աստիճան է, իսկ դրանց զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։ Մեր տաղանդավորները էջն է եթերը շարունակում։ Ողջույն, ինչպես ես, ինչպես է տրամադրությունդ։ Ողջույն, լավ եմ Արսեն եւ Աննա, իսկ դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Շատ ուրախ ենք քեզ տեսնել մեր տաղավարում։ Ես էլ եմ ուրախ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կպատմես քո մասին։ Այո, ես Մարիա Պողոսյանն եմ, 11 տարեկան, սովորում եմ Աշոտ Ղուլյանի անվան երկրորդ թիվ միջնական դպրոցում։ Դպրոցին զուգահեռ հաճախում եմ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, վոկալի եւ դաշնամուրի պարապմունքների։ Մարիա, վոկալի բաժին քանի տարի է որ հաճախում ես։ 4 տարի։ Ինչ մրցույթների ես մասնակցել։ Դեռ մրցույթների չեմ մասնակցել։ Իսկ ուրիշ այլ ինչ հետաքրքրություններ ունես։ Դիզայներական հետաքրքիր ձևավորումներ եմ ուսումնասիրում։ Ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։ Ազատ ժամանակ քիչ է լինում, բայց երբ ազատ եմ լինում, նկարում եմ, պարում եմ, երգում եմ։ Մարիա, օրերս YouTube-յան ալիքով տեսանք քո տեսահոլովակը, կպատմես այդ գաղափարը ինչպես առաջացավ։ Ես չգիտեմ ինչպես առաջացավ այդ երգը, բայց երբ ես առաջի անգամ լսեցի այդ երգը, ես զարմացա այդ երգի քնքշությունից։ Ով է երգի խոսքերի հեղինակը։ Էդգար Ալեքսանյանը։ Այս պահին առաջարկում եմ ընդհատել մեր զրույցը եւ դիտել քո տեսահոլովակը։ Դու պարզապես հրաշալի ես երգում։ Մարիա, երբեք ինչ որ մեկը վիրավորում է։ Դու նույնպես նրան վիրավորում ես։ Ոչ, ես չեմ սիրում վիրավորել մարդկանց։ Որոշել ես արդեն երբ դպրոցն ավարտես, որտեղ ես ընդունվելու։ Ես երաժշտության ոլորտում եմ ինձ տեսնում, երևի այդ թեքումով էլ կշարունակեմ։ Իսկ գիշերը ժամը քանիսին ես քնում։ 11-ին։ Իսկ եթե չես ուզում քնել, ինչով ես զբաղվում։ Որոշում եմ հաջորդ օրվա անելիքներս հետո հանգիստ քնում։ Իսկ տեսնում ես երազներ։ Այո, Ըստ քեզ, որտեղ են ապրում երազները։ մեր սրտերում։ Մարիա, պատերազմ առհասարակ աշխարհում ինչու է լինում։ Սիրո պակասից։ Ով է քո հերոսը։ Իմ հերոսը հայ զինվորն է։ Ունես լավագույն ընկեր։ Այո, Իսկ ինչպես ես դու քեզ համար ընկերներ ընտրում։ պատահական կարևորը լավ մարդ լինի։ Իսկ սիրելի ֆիլմ ունես։ Այո։ Ֆիլմը կոչվում է Большой красный пёс Клиффորդ։ Իսկ այլ ֆիլմի որ հերոսն է քեզ գրավել։ Աղջնակը եւ շունիկը, որը մեզանում է սիրուց, Իսկ ինչու հենց նրանք։ որովհետեւ դրական կերպարներ են։ Մարիա, ըստ քեզ, որն է հաջողության հասնելու քո գաղտնիքը։ Չպետք է ճանապարհի կեսից ետ կանգնել, պետք է պայքարել։ Դու այդպես ես անում։ Այո, Շատ լավ։ Ըստ քեզ, ինչից պետք է պաշտպանել մեզ երեխաներից։ բոլոր վտանգներից։ Իսկ քո իրավունքների մասին ինչ գիտես։ Գիտեմ, որ երեխաները պետք է միշտ պաշտպանված լինեն։
Կարող ես մի խենթարար քիշել, որ արել ես։ Հիշում եմ, որ փոքր էի, մեր դուռը ծեծեցին, մայրս բացեց, ես հրեցի դուռը, մայրս մնաց դրսում, ես ներսում, փակեցի դուռը եւ չկարողացա բացել։ Մայրս է ստիպված փրկարարություն կանչեց։ Եթե ունենայիր կախարդական փայտիկ, ինչ կանեիր։ Կվերականգնեի Արցախիս ամբողջականությունը։ Դիեզերքը թրջեիր, թե կվախենաս։ Կվախենայի։ 10 տարի անց քեզ որտեղ ես տեսնում։ Դեռ չեմ պատկերացրել։ Սիրում ես գիրք կարդալ։ Այո, բայց չեմ հասցնում։ Իսկ ո՞րն է քո ամենասիրելի տոն օրը։ Բոլոր տոներն ես շատ սիրում եմ։ Ինչու են մարդիկ վիրավորվում։ Ես կարծում եմ, որ մարդիկ վիրավորվում են, քանի որ նրանց չեն հասկանում։ Իսկ դու ինչից ես ամենաշատը նեղվում։ Նեղվում եմ, որ ինձ ճիշտ չեն հասկանում։ Իսկ ինչից ես ուրախանում։ Տարբեր բաներից կարևորը ուրախացնող բաներ լինեն։ Ինչի համար դու կլացես։ Անզորությունից։ Երբ դու տանը մենակ ես լինում, ինչով ես զբաղվում։ Խոհանոցում փորձում եմ տարբեր բաներ պատրաստել, որ մայրիկից զարմացնել։ Իսկ քեզ հաջողվում է։ Այո։ Մարիա, իսկ եղել է դեպք, երբ նեղացել ես ծնողներիցդ։ Ոչ, փորձում եմ չնեղանալ ծնողներիցս։ Ո՞րն է քո սիրելի վայրը մեր քաղաքում։ Տատիկն ու պապիկը։ Իսկ երեխա լինել հեշտ է։ Մենք երեխաներս անհոգ ենք, երևի դրա համար էլ հեշտ է։ Ինչ երազանք ունես։ Ճիշտն ասած, այս պահին երազում եմ շուն ունենալ, բայց ամենաշատը երազում եմ, որ իմ հայրենի հողում ապրեմ եւ արարեմ։ Իսկ մեզ համար այսօր ինչ երգ ես երգելու։ Երգը կոչվում է Իմ Արցախ։ Սիրով լսում ենք քեզ։ Մարիա, շնորհակալություն քեզ հետաքրքիր հարցազրույցի համար։ Մենք վստահ ենք, որ դու կհասնես մեծ հաջողությունների։ Եվ կերգես մեծ բեմերում։ Շնորհակալություն։ Երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու բազմաթիվ տարբերակներից է սեփական ձեռքերով շինվածքների, իրարի, զարդանախշերի պատրաստումը։ Այսպիսի առաջադրանքները երեխաների ձեռքերը կվարժեցնեն մանր մոտորիկային։ Եթերը շարունակում է Հմուտ ձեռքեր էջը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Հմուտ ձեռքեր էջն է, ձեր հետ ես եմ Ալլա։ Այսօր միասին պատրաստելու ենք 3 խաղ, որը նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը, ինչպես նաև օգնում է ավելի արագ սովորել եւ ճանաչել գույները։ Առաջին խաղի համար մեզ անհրաժեշտ է ձվի տուփ, վրձին, ջրաներկ եւ գունավոր գնդիկներ։ Առաջին քայլում մենք վերցնում ենք վրձինը եւ երեխաների հետ միասին ներկելու ենք ձվի տուփը։ Ամեն մեկը ասեք, թե ինչ գույն եք ընտրել։ Դա դու ինչ գույն ես ընտրել։ Կարմիր, քո սիրելի գույնն է կարմիրը։ Ավելի վառ գույներով ներկենք, որ սիրուն լինի, հա, սևը այնքան էլ լավ չի ստացվի։ Ինա, դու ընտրել ես կանաչ գույն, այո։
Վերջնական արդյունքում մենք ստացանք այսպիսի գունավոր ձվի տուփ եւ հիմա այսպիսի փայտիկների օգնությամբ կամ եթե դրանք բացակայում են գթալի օգնությամբ երեխաները գունավոր գնդիկները տեղափոխում են համապատասխան գույնի մեջ եւ ընթացքում կրկնում են գույները, օրինակ վարդագույն գույն, դեղին գույն։ Կարող են կազմակերպել նաեւ որպես մրցում, այսինքն երկու երեխա միանգամից խաղում են եւ ով արագ վերջացնում է նա հաղթում է։ Դավիթը ընտրել է կանաչ գույնը։ Ինչ գույն է այդ։ Մանսական։ Ապրես, այս ինչ գույն է։ Հաջորդ խաղի համար մեզ անհրաժեշտ են կտորից պատրաստված շրջանակներ, որոնց վրա մենք նախորդ ամրացրել ենք արդեն կոճակներ։ Այս խաղի նպատակն է, որ երեխաները կոճակները անցկացնեն անցքերի միջով եւ արդյունքում ստանում ենք այսպիսի գունավոր ворթուկ։ Այս խաղը նույնպես նպաստում է մանր մոտորիկայի զարգացմանը։ Հիմա Դավիթ սրան քեզ պատրաստ եք երեխաներ։ Ես սկսենք։ Այսպես միացրու։ Վերջ, ինչպես տեսնում եք, մեր ворթուկը պատրաստ է։ Հաջորդ խաղի համար մեզ անհրաժեշտ է կպչուն ժապավեն, փայտիկներ, որոնք ես նախորդ ամրացրել եմ մեր սեղանի ծայրին, ինչպես նաև գունավոր գնդակներ։ Այս խաղի նպատակն այն է, որ երեխաները այս գնդակները, իրենց գույները գլորելով փորձեն ամրացնել այդ ժապավենին։ Սկսենք։ Գնացինք։ Ապրի Մարիա։ Հատել։ Սիրելի մայրիկներ, այսօրվա համար այսքանն էինք պատրաստել, կարծում եմ հետաքրքիր էր մեզ դիտելը եւ դուք էլ ձեր փոքրիկների հետ տանը կզբաղվեք այս խաղերով։ Նկարչությունը սովորեցնում է դիտարկել ու բացահայտել շրջապատող աշխարհը, սովորել պատկերել այդ ամենը նկարազարդման եւ պատկերների ստեղծման միջոցով։ Նկարչությունը սովորեցնում է նաեւ լինել ուշադիր, նկատել մանրունքները։ Կարճ ասած, նկարչությունը նկարչի կազմակերպված շոուն է։ Здравствуйте, с вами я, Лиля. Ну, дети меня называют Инкер Лиля, будем знакомы так. Это рисование, где вы участвуете, где участвуют наши дети. Называется правополушарное рисование. То есть наше рисование делает детей свободными, и не только детей, свободными, более раскрепощенными, более другими людьми, я так думаю. Мы рисуем в основном гуашью, потому что это свободная техника. Вы сейчас находитесь у нас в гостях. Вообще-то это рисование называется правополушарное рисование. У человека две полушария мозга, которое отвечает, левое отвечает за правильность, а правое за искусство. Наше рисование – это правополушарное рисование. Здесь нету границы, здесь нету ограничений. Это техника для того, чтобы более открытыми были дети. После нашей войны, после нашей, вообще, где мы живем в Арцахе, нам, я так считаю, что это рисование нужно. Это таково, арт-терапия называется. И нам более нужно открыться, раскрепоститься. И поэтому я посчитала нужным открыть это. Я много изучала в интернете и посчитала нужным, чтобы вот так открыть и заниматься именно с детьми, потому что наши дети после всего то, что мы пережили, думаю, нам все же нужно, это рисование, более открытым быть. В основном мы рисуем гуашью, в основном выбирают урок, выбирают дети, они сами решают, что рисовать, как, зачем, и каждый урок проходит по-своему, то есть длится он минимум 1,5 часа, смотря какой день, что мы рисуем. Сегодня я решила их оставить самим собой, сами они решают, сегодня сами, что хотят, то и рисуют. Я так смотрю, все прям вошли в русло и каждый себе рисует. У него очень хорошее воображение, он очень хорошо рисует. Что ты рисуешь, Балас?
Короля льва. Это у тебя они стоят на горе. Хорошо. Это их дом. Это... Скалу там в мультике. Я рада. А это слон, да? В смысле, ты рисуешь сафари? Знаешь, что такое сафари? Нет. Левон, вот сафари. Видишь, вот красные яркие цвета, потому что там всегда солнце. Ты рисуешь лето? Как хорошо. Это у нас солнце. Она у нас смеется прям. И радуга у нас. Да, у нас есть еще эта техника развита тем, что мы рисуем не только кисточками, мы рисуем пальчиками, мы рисуем губками, мы рисуем бумагами, в смысле в комок сделаем и рисуем. Сережка у нас любит пальчиками работать, правда, Балас? Уши? Ты еще уши не сделала? Я так смотрю, он на мишку похож. Очень красив. А почему у тебя шарики все темного цвета? Не знаешь, сегодня так решил? Хорошо. Ушки тоже сделай, чтобы он был похож на мишку. Когда время приходит выбирать, что мы сегодня будем рисовать, Ева только ночь. На, Кристина тоже. Но это не есть хорошо, я скажу вам. Потому что нельзя. Ребенок должен любить яркие цвета, красные цвета. Այստեղ ինձ նկարել են արջուկ, որը պահում է ձեռքին փուչքներ։ Այստեղ ես նկարել եմ նավակ, որը գնում է ջրի մեջով։ Այստեղ նկարված է Սիսն ու Մասիսը։ Այստեղ ես նկարել եմ ալիք, որը բարձրանում է, իսկ տակը նկարված է նավակ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ նույն ժամին, դե իհարկե հանրայինի եթերում։